Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Այս թողարկմանը կներկայացնենք. Ինչ են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարարն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը։ Գործում է դրածո միջնորդների սխեմա։ Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել։ Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխվում է, որոնք են պատճառները։ Ինչու եւ ինչպես փոխվեց Բուլղարիայի վերաբերմունքը Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում ռազմատեխնիկական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Գործում է դրածո միջնորդների սխեմա։ Կենտրոնական բանկը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել, քանի որ վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում, օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվների հաշիվները, էլեկտրոնային դրամապանակներն ու քարտերը։ Ըստ Կենտրոնական բանկի նման սխեմաներում քաղաքացիներն օգտագործվում են հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։ Նման գործարքներում միջնորդի դեր ստանձնած անձանց հաճախ անվանում են դրածո միջնորդներ։ Կենտրոնական բանկը նշում է, որ դրածո միջնորդ կարող է դառնալ ցանկացած անձ, երբեմն անգամ չգիտակցելով, որ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ։ Հնարավոր միջնորդներին հանցագործները հաճախ գտնում են սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, աշխատանքի հայտարարությունների կամ առցանց ծանոթությունների հարթակների միջոցով, առաջարկելով հեշտ եւ արագ եկամուտ առանց աշխատանքային փորձի կամ մասնագիտական որակավորման։ Նման գործողությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքացին դրա դիմաց վարձատրություն չի ստացել կամ ամբողջությամբ չի գիտակցել ֆինանսական սխեմայի իրական նպատակը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատներից մինչ օրս 9 է բավարարել։ Վճիռներից 8-ը ուժի մեջ են մտել, սակայն Ադրբեջանը դրանցից ոչ մեկի պահանջը չի կատարել։ Ինչ մեխանիզմներ կան, որոնք կարող են պետությանը ստիպել կատարել միեդի վճիռները։ Եթե պետությունը դրանք չի կատարում, ինչ հետևանքներ կարող են լինել։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի հետ։ Այսօրվա դրությամբ արդեն ունենք 9 գործով որոշումներ, վճիռներ մենք ունենք հաստատված միեդի կողմից, սակայն որ գալիս է արդեն կատարման փուլը, մենք միեդի մակարդակում արձանագրում ենք բավականին խնդրահարույց պատկեր այն առումով, որ վճռով հաստատված հետևանքների մասով վերականգնման դա կլինի եւ ընդհանուր միջոցառումների եւ անհատական մասնավորապես փոխհատուցումների մասով Ադրբեջանը ձեռնպահ է մնում որևէ գործողություն կատարելուց եւ կարելի է ասել ուղղակի անտեսում այդ որոշումները։ Միանգամից պիտի նշեմ, որ միեդ վճիռների կատարումը որպես այդպիսին վերապահված է ԵԽ-1 այլ մարմնի, մասնավորապես նախարարների կոմիտեին, որը ավելի քաղաքական բնույթ ունեցող մարմին է, ի տարբերություն Եվրոպական դատարանի, որը ինքնին իր բնույթով իրավական մեխանիզմ է, դատական մեխանիզմ է, եւ այստեղ է շատ կարեւոր առանցքը, որ որոշումը կայացնելուց հետո կատարման process-ը հանգնելով նախարարների կոմիտեին մենք արդեն ավելի լայն տարածք ենք ունենում գործողությունների։ Մասնավորապես նախ կոնվենցիայով հստակեցվում է, նշվում է, որ վճռի կատարումը եւս պետությունների համար եւ մասնավորապես տվյալ պարագայում Ադրբեջանի համար պարտականություն է եւ դրա չկատարելը կարող է հանգեցնել բացասական հետևանքների բնականաբար։ Այս պարագայում ամենահստակ քայլը, որ կարող է տեղի ունենալ, դա միջանկյալ այսպես ասած որոշումների ընդունումն է Ադրբեջանի պարագայով եւ այդ գործերով չկատարված որոշումների մասով կրկին եվրոպական դատարան դիմելը։ Սա հատուկ ընթացակարգ է, որը գործում է ԵԽ մակարդակում միեդ վճիռները չկատարելու պարագայում եւ միանգամից նաեւ պիտի նշեմ, որ որպես այդպիսին առաջին նախադեպն էլ վճռի չկատարման հետևանքով նման ընթացակարգ բացել է, ելի իրականացվել է Ադրբեջանի մասով, ավելին Մամադովն ընդդեմ Ադրբեջանի հենց իր քաղաքացու վերաբերյալ տեղ ունեցած վճռով։
Հիմա հայերի պարագայում մեր հայրենակիցների ազգակիցների մասով ընդունված վճիռներով շատ ավելի բարդ է պատկերը, որովհետև մենք ունենք շատ արդեն վաղուց ընդունված որոշումներ, բոլորիս հայտնի այդ Սարգսյանի գործը, որը դեռևս 15 թվականից կա, ավարտվել են բոլոր փուլերը, սակայն Ադրբեջանը չի կատարում։ Մենք 20 թվականին ունենք հայտնի Գուրգեն Մարգարյանի գործով վիճիռը, որը ելի չի կատարվում, եւ այստեղ կարծում եմ հասունանում է պահը, որ Եվրոպայի խորհուրդը արդեն ոչ միայն դատարանը, այլ Եվրոպայի խորհուրդը նախարարների կոմիտեի գլխավորությամբ պետք է կոնվենցիայով եւ իրենց կանոններով, կանոնադրությամբ ԵԽ-ի սահմանված ընթացակարգերով այդ ընթացակարգերը գործի դնի, որը շատ Ադրբեջանի համար կարող է բացասական հետևանքներ առաջացնել եւ զարմանալի չէ, որ այդ ամենը գիտակցելով Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը մի քանի շաբաթ առաջ եւ պարբերաբար հայտարարություններ էր անում այն մասով, որ միգուցե նույնիսկ իրենք ընդհանուր դադարեցնեն անդամակցությունը ԵԽ-ին, լավ գիտակցելով թե ինչի մասին է խոսքը, այստեղ ես շատ զգուշությամբ կմեկնաբանեմ այս հայտարարությունը, որովհետև նախ անդամության կասեցումը, դադարեցումը ամբողջությամբ եւ միանգամից չի կասեցնում պարտավորությունների կատարումը։ Մենք տեսանք Ուկրաինա-Ռուսաստան պատերազմից հետո թեպետ Ռուսաստանը նման քայլի դիմեց, բայց վճիռներ Ռուսաստանի մասով ընթացիկ գործերը շարունակել են գալ եւ միգուցե նմանատիպ պատկեր մենք ականատես, եթե հիպոթետիկ այդ քայլին դիմեն, կունենանք նաեւ Ադրբեջանի մասով։ Երկրորդ, ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում Կովկասում այս արևելյան գործընկերության շրջանակներում անդամ երկրների մեջ շատ կարևոր է, որ բոլոր պետությունները, մեր հարևան երկրները, ներառյալ Ադրբեջանը, կաշկանդված լինեն իրավական մեխանիզմներով միջազգային, որը զսպիչ գործոն կարող է լինել մի շարք դեպքերում։ Եվ նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ վճիռների կատարում չկան ձգվում է լրացուցիչ լծակներ պիտի գործադրվեն, անդամության պահպանումը, մեխանիզմներ գործադրելու հնարավորությունը շատ կարևոր է ընդհանուր առմամբ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության այդ ընդհանուր տենդենսները պահելու համար։ Հիմա կոնկրետ վճիռների պահով այդ այսպես կոչված դատարան դիմելու ընթացակարգը գործադրելու փուլը կարող է հանդիսանալ, բացվել, որը պահանջում է նախարարների կոմիտեի կողմից պատասխանատվության տալ որոշման ընդունում, ինչը կարծում եմ այդքան արագ նախարարների կոմիտեի կողմից չի կարող տեղի ունենալ, որովհետև այդտեղ քաղաքական որոշակի գործընթացներ էլ կան, ավելին դա ամեն օր տեղի ունեցող process չէ, բայց կարծում եմ Ադրբեջանի վարքագիծը եւ գործողությունները այնքան են վատացել եւ ոչ համահունչ դարձել ստանձնած միջազգային պարտավորություններին, որ չեմ զարմանա, որ մոտ ապագայում նման քայլեր տեղի ունենան, որովհետև սա խոսում է ոչ միայն Հայաստանի մասով ստանձնած պարտավորությունների թեր կատարման եւ չկատարման, այլ ընդհանուր որպես Ադրբեջան ԵԽ անդամ պետություն իր ստանձնած միջազգային պարտավորությունների հարցում թերացման մաս։ Այստեղից մեկ այլ հարց է առաջանում, թե ինչ են առհասարակ տալիս այս վճիռները, եթե այս դեպքում Ադրբեջանը դրանք չի կատարում։ Շատ դեպ հարց եք տալիս, շնորհակալություն։ Առհասարակ միջազգային նման դատական ատյանների դիմելը միշտ մշտապես իրենում մեկ կարևոր նպատակ ունի հաստատված գործերով, հաստատված փաստերի հիման վրա կանխել հետագայում նմանատիպ խախտումների տեղի ունենալու հավանականությունը։ Տեսեք, այդ բոլոր 9 վճիռներով, որոնք արդեն մենք ունենք, 8-ով արդեն վերջնական process-ներ ավարտված, կոպտագույն մարդու իրավունքների խախտումների մասին է խոսքը գնում, եւ ինչքան էլ այդ կասկածամիտ մոտեցումը կարող է լինել, որ ինչ է մեզ տալիս վերջի վերջո այդ որոշումները թե չեն կատարում, միևնույնը ես շարունակում եմ պնդել եւ կա հստակ այդ պատկերը, որ նման ատյանների կողմից կայացված վճիռները ստեղծում են լրացուցիչ երաշխիքներ, որպեսզի կանխվեն հետագայում նման խախտումները եւ պատահական չէ նաեւ Ադրբեջանի այսպես կոչված նաեւ ագրեսիվ մոտեցումը այս որոշումների եւ ընթացակարգերի նկատմամբ, որովհետեւ բնականաբար իրենց հաճելի չէ ունենալ մշտապես նման խախտումներով արձանագրումներ եւ իրենց միջազգային ռեյտինգի վրա բնականաբար դա բացասաբար է ասում, որովհետեւ այսօր մենք շատ քիչ երկրներ
վիճակներ ունենք աշխարհում առավելապես ԵԽ անդամ շրջանակներում, որտեղ պարբերաբար կարող է ամրագրվել օրինակ զինվորի գլխատման կամ կենդանի վիճակում զինվորի գլխատման կամ խոշտանգումների մարմնյանալման դեպքեր, սա նորմալ չէ եւ Ադրբեջանը ինչքան էլ փորձեն արդարացումներ գտնել, իրեն գիտակցում են, որ սա համահունչ չէ իրենց միջազգային ստացած պարտավորություններին։ Հայաստանի ժողովրդագրական պատկերը փոխվում է, ավելի քիչ ծնունդներ, բնակչության ծերացում եւ միգրացիոն գործընթացներ, գործոններ, որոնք արդեն իսկ ազդում են երկրի բնակչության կառուցվածքի վրա, ինչը տեղի ունենում Հայաստանի ժողովրդագրության հետ եւ որն է այս փոփոխությունների պատճառը։ Արդյոք խնդիրը միայն ծնելիության նվազումն է, թե դրա վրա ազդում են նաեւ արտագաղթը, սոցիալ-տնտեսական պայմաններն ու ընտանիք կազմելու փոփոխվող պատկերացումները։ Թեմային անդրադարձել է Քրիստինե Ոսկանյանը։ Ծնելիությունը, արտագաղթը եւ բնակչության ծերացումը, ինչպես ցույց են տալիս տվյալները, Հայաստանի արժեվ ծառացած հիմնական ժողովրդագրական մարտահրավերներն են։ Հայաստանը փոքր երկիր լինելով պարբերաբար բախվում է նման մեծ խնդիրների։ Առաջին եւ ամենակարևոր խնդիրը ըստ ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի ծնելիության նվազումն է։ Ըստ կանխատեսումների ծնելիության բացարձակ թվականակի անկում պետք է գրանցվեր 2025-26 թվականներին, բայց ցավոք նվազումը սկսվել է ավելի վաղ 2024 թվականին, նշում է Մարկոսյանը։ Ծնելիության բավականին լուրջ անկում է գրանցվել հատկապես 1992-ից 2002 թվականներին։ 1992 թվականին ծնողների թիվը մոտավորապես 70,000 էր, 2002 թվականին մինչև 72,065-ի, այնուհետև ինքը բարձրացավ 2002-ից 2010 թվականներին, քանի որ ամուսնական տարիքի են մոտ գործում նախորդ դարի, այսինքն 20-րդ 80-ական թվականների մեծականակ ծնվածելուդը, թեև ժամանակահատվածում, եթե չներ արտագաղթ եւ այսպես ասած բոլոր ծնվածներն են Հայաստան պետությունում, ծնողների թիվը ավելի մեծ կլիներ։ Այսօրվա ծնելիության անկումը մասնագետը բացատրում է նրանով, որ այս անգամ էլ ամուսնության տարիք են մուտք գործել 90-ականների երկրորդ կեսից ծնված սերունդը։ Բավականին հետաքրքիր է ծնելիության պատկերը ըստ մարզերի ու մայրաքաղաքի։ Եթե 2020 թվականի ծնելիության փորձագիծը Երևան քաղաքում մոտավորապես 2 էր, ապա ցավոք սրտի այսօր իջել է 1.105։ Միգրացիոն հարցերի փորձագետ Ռուբեն Եգանյանը Հայաստանի ոչ այնքան բարվոք վիճակը կապում է սոցիալ-տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրողություններով։ Համաշխարհային մակարդակով է ծնելիությունը նվազում է, Հայաստանում էլ նվազում է։ Ես այս պահին դժվարանում եմ ասել, թե մենք գերազանցում ենք համաշխարհային միտումների մակարդակը, թե նույն մակարդակի վրա է։ Ես կարծում եմ, որ համաշխարհային մակարդակով գնում է միտում, հնարավորինս սահմանափակել նվազեցնել վերարտադրական գործընթացների արդյունքները։ Բացի ծնելիության անկումը Հայաստանը համարվում է նաև ծերացող ազգ։ 65+ բնակչության թիվը գերազանցում է 15%-ը, ասում է Մարկոսյանը եւ հուսադրում, որ այստեղ էլ մենք մենակ չենք։ Սա նույնպես համաշխարհային խնդիր է։ Չնայած համաշխարհային մակարդակի խնդրի, Հայաստանի կառավարությունը պետական լուրջ միջոցներ է հատկացնում ծնելիության մակարդակի բարձրացմանը։ Լուրջ ծրագրեր կան նաև նվիրված ժողովրդագրական ծրագրերին։ Ավելին այս ուղղությամբ հատկացվող գումարները վերջին 7 տարիների ընթացքում աճել է մոտավորապես 5 անգամ։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏ Հայաստան News։ Բուլղարիայի կառավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում ռազմական օգնություն մատակարարել Կիևին եւ նույնիսկ դուրս է եկել Ուկրաինային աջակցողների կոալիցիայից։ Ինչու եւ ինչպես փոխվեց Սոֆիայի վերաբերմունքը Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում, պատմում է ոտակի թղթակից Վալենտինա Վասիլևան։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի մասին Սոֆիայի եւ Վարնայի բնակիչները տարբեր կարծիքներ ունեն։ Անգամ Բուլղարիայի օդային տարածքում դրոնի պայթյունից եւ ռազմամթերքի գործարանում բռնկված հրդեհից հետո էլ շատերը նախընտրում են պահպանել չեզոքությունը։ Մենք պետք է օգնենք Ուկրաինային։ Իսկ պատերազմի մասին կարծում եմ, որ այն ընդհանրապես չպետք է լիներ։ Ես գտնում եմ, որ մեղավորը Ռուսաստանն է։ Երբ հարևանները դժբախտության մեջ են, կարծում եմ պետք է օգնել հնարավորության սահմաններում։ Գիտեք, որ մեր երկիրն այս հարցում ունի որոշակի դիրքորոշում, բայց միևնույնն է, կարծում եմ, որ պետք է օգնել Ուկրաինային։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի 4.5 տարիների ընթացքում Կիևին աջակցելու հարցում բուլղարական կառավարության դիրքորոշումը փոխվել է ճիշտ այնպես, ինչպես փողոցներում մարդկանց տրամադրություններն են։ Ինչպես գրում է Welt պարբերականը, մարտական գործողությունների սկզբում հենց Բուլղարիան ժամանակավորապես փակեց ուկրաինական բանակի զինամթերքի կարիքների 1/3-ը։ Ընդ որում, դա արվեց գաղտնի։ Պաշտոնապես բուլղարական խորհրդարանը որոշել էր զենք չմատակարարել Կիևին, սակայն այդ ժամանակահատվածում վարչապետ
Կիրիլ Պետկովը բացեց մատակարարումները միջնորդների միջոցով։ Խորհրդային նմուշի արկերը վաճառվում էին ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, իսկ նրանք էլ իրենց հերթին մատակարարում էին այն Ուկրաինային։ Անցնող տարիների ընթացքում Բուլղարիան մեծ քանակությամբ հիմնականում զինամթերք է մատակարարել։ 2023-24 թվականներին Սոֆիան արդեն պաշտոնապես սկսեց երկկողմանի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։ Խորհրդային տեխնիկայի պահեստներից ուղարկվել էր 100 զրահափոխադրիչ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և զենիթային հրթիռներ։ Այնուամենայնիվ 2026 թվականի հունիսին Ռումեն Ռադևի իշխանության գալուց հետո Բուլղարիան հայտարարեց Ուկրաինային երկկողմանի ռազմական օգնության դադարեցման մասին։ Մենք արդեն բավականաչափ ենք տվել, իսկ մեր երկիրը շարունակում է սոցիալական և տնտեսական վնասներ կրել այս արյունալի պատերազմից։ Մենք համոզված ենք, որ խաղաղությանը հնարավոր չէ հասնել ռազմական միջոցներով։ Չնայած այս ամենին, բուլղարական ռազմական պաշտպանական ձեռնարկությունները մասնավոր կարգով շարունակում են արտադրել և վաճառել զինամթերք Կիևին։ Դրանցից մեկում Տիրավնա քաղաքի շրջանում օգոստոսի 10-ին պայթյուններ են որոտացել։ Բուլղարիան կշարունակի զենք վաճառել, բայց մենք այլևս օգնություն չենք տրամադրի մեր բանակի պահեստներից, ինչպես անում էինք նախկինում։ Այժմ ավելորդ զենք չկա, բայց այստեղ զարմացնում է այն, թե որքան բացահայտ են Ռադիևն ու նրա նախարարները հայտարարում իրենց այս քաղաքականության մասին։ Այդ ամենը կարելի էր անել առանց այդպիսի հրապարակային հայտարարությունների։ Սրանք ներքին լսարանի համար նախատեսված խոսքեր են, բայց նման հայտարարությունները մեծ բացասական լույսի ներքո են ներկայացնում դաշնակիցների առաջ։ Այս տարվա հուլիսին Բուլղարիան հայտարարեց, որ լքում է Ուկրաինային աջակցող վճռականների կոալիցիան։ Ռումեն Ռադևը դա բացատրեց նրանով, որ Սոֆիան չի սատարում, մեջբերում են պատերազմի ձգձգումը։ Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհրդի Սոֆիայի գրասենյակի ղեկավար Մարիա Սիմեոնովայի խոսքով նման ձևաչափերից հրաժարվելը բացասական կանդրադառնա հենց Բուլղարիայի վրա։ Կրակի դադարեցման դեպքում Բուլղարիան կարող էր դեռ խաղալ Սև ծովում խաղաղության պահպանման գործում։ Դա որոշ չափով արդեն արվում է տարբեր ձևաչափերով Ռումինիայի և Թուրքիայի հետ համագործակցությամբ, բայց միանշանակ է, որ Բուլղարիայի դուրս գալը կոալիցիայից մեկ ակտիվ մասնակից է պակասեցնում այս խմբում։ Մյուս կողմից կարծում եմ, որ Բուլղարիայի համար վնասներն այս առումով նույնիսկ ավելի մեծ են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են Եվրոպայում ստեղծում անվտանգության տարբեր կոալիցիաներ, և նման ձևաչափերին մասնակցելը կարևոր է, որպեսզի ինքը, երկիրը կարողանա հարմարվել նոր մարտահրավերներին։ Այնուամենայնիվ, Սոֆիան արդեն ստիպված է հարմարվել նոր իրականությանը։ Օգոստոսի 8-ին Ռումինիայի կողմից Բուլղարիա առաջին անգամ ներխուժեց մարտական անօդաչու թռչող սարք և պայթեց անդրբալկանյան գազատարից 1 կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով դա կարող էր լինել ուկրաինական անզեն խայծ դրոն, որը սխալմամբ հայտնվել էր բուլղարական տարածքում։ Բուլղարիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էմիլ Եվտիմովը հայտարարել է, որ սրանք այն մարտական գործողությունների հետևանքներն են, որոնք մղվում են երկրին շատ մոտ տարածաշրջանում։ Օգոստոսի 16-ին նշվել է Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում տարածված է ասել խաղող օրհնեքը, որը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Տոնին անդրադարձել է իմ գործընկեր Դիանա Սկայան։ Աստվածածնի փոխակերպման տոնի կամ խաղողորհնեքի պատարակն է, որի ավարտին խաղողի օրհնության կարգ է կատարվում և օրհնված խաղողը բաժանվում է հավատացյալներին։ Բոլորը փորձում են առաջինը վերցնել օրհնված խաղողը։ Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը նշում են տոնը։ Օրհնության արարողությամբ սկսվում է խաղողի բերքահավաքի սեզոնը։ Այն միավորում է հայկական կրոնական ավանդույթն ու գինեգործական մշակույթը։ Այսօրվանից Հայաստանում խաղողի սեզոնը համարվում է բացված։ Երևանից Դիանա Սկայա։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան և YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։